Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Նամակում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ վարչապետ Փաշինյանին ինձ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու ձեր համատեղ նամակի համար։ Նշենք, որ ԱՄՆ-ից նաեւ հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանները կբացվեն։ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին Բլումբերգին ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան քննարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկ Գոսարամ առաջինը խոսել է եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հարձակման մասին։ Անցնող ամիսներին խոր մտահոգությամբ հետևում ենք Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցին քանդարտեցնել փոթորկալից կացությունը եւ փոխադարձ հասկացողության մղել, հատկապես զգուշացնելով եկեղեցին պառակտելու առաջնորդող քայլերը։ Այսօր փաստորեն կացությունը դարձել է ավելի վտանգավոր, անկանխատեսելի հետևանքներով հղի։ Սուրբ Էջմիածնի եւ ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միության ամուր պահպանումը եզային թե արտաքին վտանգներից հեռու պահելը համազգային առաջնահերթություն է։ Այսօր գիտակցությամբ ու հանձնառությամբ առաջնորդված կոչ կուղենք Հայաստանի իշխանությանը։ Հեռու մնացեք Սուրբ Էջմիածնի ներքին կյանքի ու խնդիրների միջամուխ դառնալուն եւ եկեղեցի ներս զանազան միջոցների պարակտումներից սերմեր ցանելու հակասահմանադրական քայլերից եւ հետեւաբար անընդունելի ու դատապարտելի քայլերը մեր եկեղեցին ազգն ու հայրենիքը առաջնորդում են ինքնակործանման։ Սուրբ Էջմիածնին կոչ կհղենք համախմբվել բեհափար հայրապետի շուրջ, ինչպես նաեւ միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ եւ եղբայրական ոգով, կանոնական գործընթացով ու իրավապաշտպան մոտեցմամբ քննել արկա խնդիրները, համապատասխան որոշումները գոյացնելու վճռականությամբ։ Իրավունքը զրուցել է տասնյակ տարիներ հասարակության կողմից մերժվածների, թույլերի կողքին կանգնած 4 իշխանության լավագույն բարեկամ, բազմաթիվ իրավական նախադեպերի հեղինակ, հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, ով տալիս է մասնագիտական հոդված այսօրվա իրականության համակարգային խնդիրների եւ դրանց լուծման միակ բանալին։ Եվ ահա հայտնի փաստաբանը նկատում է. այս զեկույցը չէ պատրաստի, եթե չգիտակցեի ներկայիս հասարակական իրողության մտահոգիչ դինամիկան, հասարակության բևեռացումը, փոխադարձ անհանդուրժողականության աճը, ճշմարտության անվան տակ մղվող պայքարը եւ առավել ցավալին, Աստծո անունի շահարկումը ոչ թե բարոյականության հաստատման, այլ հակառակը, բարոյականության քայքայման համար։ Սա հոդված չէ միայն, սա իրավագիտության եւ կրոնափիլիսոփայական ուսմունքների իրավաքաղաքական վերլուծություն է։ Իմ մասնագիտական դիրքորոշումն է, որ իրավունքի էությունը որպես գիտություն առաջանում է բարու, արդարի եւ ճշմարտության բնական իրավական սկզբունքներից, որոնք առավել ամբողջական են եւ դրված են Հիսուսի կողմից սահմանված խաղի կանոններով, որը յուրաքանչյուր քրիստոնյայի համար դիտվում է պարտադիր պայման։ Ավելին, այս կանոնը փորձելու եմ կիրառել Դոկ Դաշինքի նախընտրական ծրագրային դրույթներին որպես հիմնաքար։ Ժամանակակից իրավական համակարգերը հատկապես թուլացած ինստիտուցիոնալ միջավայրերում հաճախ բախվում են հասարակական լարվածություններին, քաղաքական ճնշումներին եւ պետական իշխանության չարաշահումներին։ Այս պայմաններում առավել ակնհայտ է դառնում այն աքսիոմը, որ արդարությունը չի սկիզբ առնում իրավական նորմից, այլ մարդու ներքին բարոյահոգեբանական վիճակից։ Այս տեսությունը համահունչ է աստվածաշնչյան ուսմունքի ըմբռնմանը, որտեղ արդարությունը նախ եւ առաջ բարոյական կատեգորիա է, ապա իրավական։ Ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Այս նախադասությունը իրավունքի մեջ համարժեք է վկաների ճշմարտացիության պարտականությանը, դատավորի անաչառության սկզբունքին, դատավարական գործընթացի արդարությանը։ Առանց ճշմարտության դատական ակտը կորցնում է իր լեգիտիմությունը։ Դատան է իր իշխանության հիմքը, պետությունը իր իրավական բնույթը։ Այստեղ Հիսուսն ամրագրում է իրավունքի հիմքը, ճշմարտությունը իրավունքի գլխավոր սկզբունքն է։ Ինչ որ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, դուք նրանց արեք, արտահայտությունը իրավագիտության մեջ հավասարակշռում է 3 առանցքային սկզբունք՝ համաչափության սկզբունքը, հավասարության սկզբունքը, արժանապատվության սկզբունքը։ Այս նախադասությունը փաստացի հանդիսանում է բնական իրավունքի առաջնային նորմ, որի վրա կառուցվում են միջազգային իրավունքի կարևորագույն ինստիտուտները՝ արդար դատաքննության իրավունք, պատժի անհամաչափության արգելք, խոշտանգումների արգելք։ Ավետարանական պատմությունը, ով մեղք չունի, թող առաջինը քար նետի, իրավական առումով ներկայացնում է մեղավորության կանխավարկածի բացարձակ կիրառման ձևերի արգելք։ Այս նախադասությամբ մերժվում է ամբողջ արդարադատությունը, վերահաստատվում է անհատի պատվի պաշտպանության գերակայությունը, ամրագրում է դատական իշխանության մենաշնորհը պատժի ոլորտում։ Այս մոտեցումը նույնացվում է ինչպես քրեադատավարական իրավունքի, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական դատանի, խոշտանգումների արգելքի եւ անօրինական ձերբակալությունների վերաբերյալ ձևավորված պրակտիկայի հետ։ Մովսեսի օրենքում տեղի ունեցավ պետական իշխանության գործառույթների տարանջատում։
դատական իշխանության առանձնացումից մինչև գործադիրի սահմանափակում, սակայն Հայաստանի եւ անցյալի եւ ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ քաղաքականացված քրեական գործերով դատական իշխանությունը լիարժեք անկախ չէ, ինչը հանգեցնում է արդարադատության համակարգի ողբալի վիճակին։ Միաժամանակ գթության որպես իրավունքի հակակշռի բացակայությունը մեծացնում է մարդու արժանապատվության խախտման ռիսկը։ Հասարակությունը այսօր կանգնած է կարևոր ընտրության առաջ՝ լսել մարդուն իր ամբողջականությամբ, գնահատել փաստերը զերծ կայական աղավաղումներից, պաշտպանել անհատին ոչ թե ամբողջային տրամաբանությունից, գործադրել գթություն որպես իրավական հավասարակշռող գործոն։ Այս մոտեցումը համահունչ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այն է մարդասիրական իրավունքի նորմեր, արդար դատաքննության իրավունքի պահպանում, անձի ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիության պաշտպանություն, պատժի նպատակների իրավաչափ սահմանափակումներ։ Ամփոփելով Հիսուսի ուսմունքն արձանագրում եմ. օրենքն ուժեղ է, երբ այն ծառայում է մարդուն, իսկ մարդը ուժեղ է, երբ նա ծառայում է ճշմարտությանը։ Մնացած բոլոր համակարգերը, օրակարգերը կամ մեխանիզմները, որոնք չեն իրականացվում այս երկակի հավասարակշռությունը, կամ չեն գործելու, կամ դառնալու են համակարգային կազմալուծման եւ հասարակական անկայունության պատճառ։ Փաստաբան Լևոն Բաղդասարյան։ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը Զարուհի Փոստանջյանը դիմել է դատախազություն եւ մարդու իրավունքների պաշտպանուն հաղորդում ներկայացնելով քաղաքական դրդապատճառներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբակելու մասին։ 2025 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանի որոշման հիման վրա մի խումբ անձինք ներխուժել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնակարան, համապատասխան բջջային հեռախոս, ինչպես նաեւ թվային տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու համար։ Դատական ակտում նշված է, որ խուզարկության հիմք է հանդիսացել քննչական կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչի միջնորդությունը։ Վարույթն իրականացնող մարմնին թույլատրվել է մեկ անգամ խուզարկություն կատարել Սպարտակ Ղուկասյանի բնակության վայր հանդիսացող տանը, փնտրելու բջջային հեռախոս եւ էլեկտրոնային կրիչներ։ Խուզարկություն իրականացնողները Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական բջջային հեռախոսները դնել սեղանին, դրան գրանցելու որոնվող բջջային հեռախոսահամարի եւ հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է, սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը բջջային հեռախոսները չի վերադարձվել, այլ հափշտակվել է։ Խուզարկություն իրականացնողները խուզարկել են ամբողջ տունը, սակայն չեն հայտնաբերել դատական ակտում նշված իրերը։ Այդուհանդերձ նրանք արգրավել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներին պատկանող բջջային հեռախոսները։ Խուզարկություն իրականացնողները ոչ միայն անտեսել են իրերի սեփականատերերի հայտարարությունները, այլև սպառնացել են կրկին վերադառնալ նոր խուզարկություն կատարելու համար։ Ուստի հիմք ընդունելով վերագրյալը պահանջում եմ ընթացք տալ վերոնշյալ հանցանքների մասին հաղորդմանը, որոնք պարունակում են քրեական օրենսգրքի առնվազն 3 հոդվածներով նախատեսված արարքներ՝ խտրականություն, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտում, վստահված գույքի հափշտակում։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյան։ Եվ վերջում օրվա տեսանյութ. հայոց պատմության 3 թագուհիները ներկայացվել են բարի միջոցով։ Կատրանի թագուհին, որը խորհրդանշում է հոգևոր նվիրվածությունն ու սուրբ արժեքների պաշտպանությունը, Փարանձեմը, որը մարմնավորում է ուժ, քաջություն եւ անսասան հավատարմություն, եւ Զապելը, որը մարմնավորում է հայոց պետականությունը, շարունակականությունն ու ժառանգության հարատև փոխանցումը։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ լուրերի հետքերով, եթե ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված եւ բաց չթողնել օրվա ամենակարևորը։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Առջևում սպասում են նոր բացահայտումներ։